Նրան տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլ Բլեյանին։ Պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 2026-ը սկսում ենք անհանգստացնող լուրերով, մասնավորապես նկատի ունեմ Իրանում ծավալվող իրադարձությունները, տեսանք, որ բողոքի ակցիաները շարունակվում են, դրանք սկսվել էին իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո, եղան բախումներ կամ զոհեր և վիրավորներ ցավալիորեն, ինչ վերլուծություն ունեք, ինչ է կատարվում և իրադարձությունների զարգացման ինչպիսի սցենարներ են հնարավոր, որոնց ազդեցությունը նաև մենք կզգանք։ Հնարավոր զարգացումների սցենարներից մեկն այն է, որ դա գնալով կմարի, ինչպես դա տեղի ունեցավ բոլորին վերջերս կարծեմ 19 թե 22 թվականին նույնաբովանդակ ցույցեր եղան, այն ժամանակ պատճառն իհարկե լրիվ այլ էր, դա ոստիկանության կողմից մի հատ տղամարդու կանոջ սպանությունն էր հիջաբ չկրելու համար։ Դա սցենարներից մեկն էր, սցենարներից մեկն այն է, որ ռեֆորմիստական իշխանությունը նախագահ Փեզեշքյանի գլխավորությամբ կգիտակցի, որ այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետև նույնիսկ եթե այս պայմանությամբ այս ցույցերը մարեն, դա ի վերջո բերելու է էլի նոր բողոքների, նոր բորբոքումների եւ պորտկումների, որովհետև Իրանը այս իրավիճակում չի կարողանում գոյատևել, շարունակել զարգանալ եւ հենց այսօր էլ նորից հենց նախագահ Փեզեշքյանն էր խոսում, որ իրենք ունեն շատ լուրջ տնտեսական խնդիրներ եւ այո, Փեզեշքյանը կարծում եմ իր իշխանության հետ պետք է գտնի ձև այաթոլլաներին պարզապես իշխանությունից հեռացնի։ Սա սցենարներից մեկն է, ես կարծում եմ դա Քիչ հավանական է։ Քիչ հավանական է, բայց կառուցողական սցենար կլինի եւ դա չի բերի լուրջ զարգացումների կամ հնարավոր բացասական հետևանքների։ Սցենարներից մեկն է, որ դա կարող է դուրս գալ կառավարելիությունից եւ պարզապես տեղի ունենա հեղափոխություն։ Այդ հեղափոխությունն էլ ունի երկու սցենար։ Կամ մենք կունենանք շատ կայուն եւ արդեն մեր արժեհամակարգին համապատասխանող Իրան, միջազգային շուկային բաց եւ միջազգային քաղաքակիրթ աշխարհի մաս կազմող Իրան, դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ, թե Իրանի, իրանցիների, թե Հայաստանի եւ տարածաշրջանի։ Դե մյուսն էլ կարող է լինել այն, որ այդ հեղափոխության արդյունքում կարող է լինել շատ անկառավարելի իրավիճակներ, սրացումներ, գիտեք, բազմաէթնիկ երկիր է եւ դժվար թե կարելի է կանխազգալ եւ կանխատեսել նույնիսկ թե ինչ հնարավոր զարգացումներ բացասական առումով կարող են տեղ ունենալ։ Այդ առումով ես կարծում եմ հնարավոր լավագույն տարբերակները երկուսն են, դա եթե հենց նախագահ Փեզեշքյանը կարողանա այաթոլլաների հետ գալ համաձայնության եւ Իրանը բացել միջազգային եւ աշխարհի հանդեպ, մյուսն էլ դա տեղի ունենա հեղափոխություն, միգուցե նորից շահը վերադառնա, հա, իր թորը գիտեք, որ թագաժառանգն է եւ քանիցս բարձրաձայնում է նման մտադրությունների մասին։ Մեր համար կարեւոր է, որպեսզի Իրանը մեկուսացված չլինի։ Մեր համար կարեւոր է, որպեսզի Իրանը չդիտարկվի Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի դաշնակից։ Մեզ համար դա է կարեւոր։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի Իրանի հետ մենք ունենանք իրապես դաշնակցային հարաբերություններ։ Որտեւ այս բանը մենք ունենք լավ հարաբերություններ, մենք ունենք արդեն ռազմավարական գործընկերային հարաբերություններ, չնայած փաստաթուղթը դեռ պատրաստ չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց արժեքային առումով, հա, արժեհամակարգային առումով մենք այդքան ընդհանրություններ չունենք։ Հա, մենք իրանցիների հետ իհարկե լավ հարաբերություններ ունենք, թե հայերս գնում ենք Իրան, մենք շատ լավ հյուրընկալվում ենք, թե իրանցիներն են շատ մեծ հյուրասիրության արժանանում Հայաստանում եւ գիտեք տարատեսակ տնտեսական հարաբերությունների, առևտրական հարաբերությունների մեջ են մտնում, բայց քաղաքական մակարդակում իհարկե Հայաստանն ու Իրանը տարբեր բևեռներում են գտնվում։
Ամերիկյան միջամտություն, հնարավոր միջամտություն սպասել թե ոչ կամ այդպիսի հնարավորություն ինչպես է գնահատում, մենք տեսանք, որ Թրամփ հայտարարեց, որ կարող են նաև աջակցել հակակառավարական ցույցերին։ Ուսումնասիրելով Իրանի փորձը, տեսնում ես, որ ընդհանրապես Իրանը չի հանդուրժում, իրանցիք այդպիսին են պատմականորեն, որ իրենք չեն սիրում, երբ դրսից իրենց թելադրվում է որևէ սցենար, որևէ զարգացման սցենար, բայց հաշվի առնելով Դոնալդ Թրամփի այդ յուրահատուկ հատկանիշները եւ մենք արդեն այսօր տեսնում ենք, որ օրինակ Իրանի տարբեր փողոցներում պաստառներ են փակցնում Թրամփ մենք ձեզ սպասում ենք վերնագրով միգուցե եւ նաեւ աշխարհն էլ է փոխվում, գիտեք արդեն այս տեղեկատվական նոր հնարավորությունների առումով, չնայած Իրանը այդ առումով փակ է, բայց այնուամենայնիվ VPN կա, տարբեր հնարավորություններ կան եւ այո, ես հավանական եմ համարում, որ Թրամփը կարող է միջամտել եւ դա ավելի դրական կլինի, եթե Իսրայելը միջամտի, որովհետեւ Իրանում կա հակաիսրայելականություն, բայց չկա այդպիսի տարածված հակաամերիկանություն, հա, ես նկատի ունեմ սովորական քաղաքացիների բնակիչների միջև իհարկե կան ռոպագանդա, դա եղել է իր հետևանքը թողել է, բայց որ ասես դա այնքան լայնատարած է, ես այդպես չի ասի։ Պարոն Բլեյան, ինչ կատարվեց Վենեսուելայում։ Թրամփը էլի իրեն հատուկ ոճով գործեց նաև այս երկրում եւ մեր ներքաղաքական վերլուծական դաշտում եղան զարմանք արտահայտողներ եւ եղան մարդիկ, ովքեր ասում են ինչու եք զարմանում, չէ որ դուք տեսել եք թե ինչպես է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվում Բաքվի բանտում, գիրեվարվում, այսինքն նույնպեսի գրեթե մոտավոր նույն ճակատագիրն է եղել, ինչպես Վենեսուելայի նախագահի եւ նրա տիկնոջ դեպքում եւ զարմանալով ոչինչ չկա։ Ցավոք մենք ունենք միջազգային աշխարհակարգի խարխլված իրավիճակ եւ այդ իրավիճակում այո մենք ունեցել ենք Արցախահայերի էթնիկ զտում, շրջափակում, մենք տեսանք թե Գազա միշտ տեղի ունեցավ, էլի մենք տեսանք որ արդեն հարևան երկրները կարող են հարձակվել մյուս երկրի վրա եւ դա պրևենտիվ պաշտպանություն անվանել, այնինչ մակով դա թույլատրված չէ, մակով միայն հարձակման դեպքում դու կարող ես իրավունք ունես պաշտպանվելու եւ հարձակվելու։ Այսինքն մենք ունենք արդեն խարխլված իրավիճակը, ել չասած թե ինչ արեց Ռուսաստանը 14 թվականից ի վեր, երբ փաստորեն միջազգայինորեն ճանաչված, այդ թվում իր կողմից տարածքի մի մաս Ղրիմը պարզապես անեքսիայի ենթարկեց, հետո սկսեց հիբրիդային պատերազմ արդեն արևելքում, մի քանի շրջաններ հռչակեց, որ իր երկրի մի մաս են, այսինքն սա այն լուրջ հարվածներ եւ սկիզբներ, որ իհարկե մենք կարող ենք ավելի վաղ գնալ 2008 թվականին, երբ արդեն Վրաստանի տարածքներն էին միջազգայինորեն ճանաչված, հա, անկախ հռչակվում։ Տեսեք, նույն Արցախի պարագայում իհարկե այնտեղ էին մենք դիտարկում որպես անջատողական, բայց համենայնդեպս չկար այդ ճանաչումը եւ հետեւաբար դա չէր դիտարկվում որպես տարածքային ամբողջականության խախտում Ադրբեջանի, այլ խոսքը գնում էր հենց ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրարկման կարևորության վրա։ Այդ առումով եւ մեր միշտ պայքարը եղել է հենց այն բանի համար, որպեսզի մենք չդիտարկվենք, հա, Արցախյան խնդիրը չդիտարկվի Աբխազիայի, Օսեթիայի, Մերձնեստրի կամ այլ ինչ որ անջատողականության հետ կապված, այլ հակառակը Կոսովոյի տարբերակով ավելի նմանություն մենք ունենայինք։ Իհարկե մենք շատ խնդիրներ ենք ունեցել, շատ բաստողներ ենք ունեցել, չշեղվենք, ի վերջո նույն Արցախի իշխանությունը երբեք որևէ փորձել չի կատարել, որպեսզի Կոսովոյի իշխանությունների հետ որևէ լեզու գտնի կամ հարաբերություններ շփում ունենա, դա մի խոսքով։ Եվ այդ իրավիճակում իհարկե Վենեսուելայի պարագան գիտեք երկու բան կառանձնացնեի։ Մեկը այն է, որ Վենեսուելայի իշխանությունը գտնվում է այն բարիկադների հակառակ կողմում։ Այսինքն Վենեսուելայի իշխանության շնորհիվ օրինակ Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, իրանք բոլորը մի զամբյուղի մեջ են հայտնվել։ Եվ թույլատնելով
Վենեսուելան կամ ավելի շուտ որտեղ Վենեսուելան կա իշխանություն, կա բնակչություն եւ եթե այս ամենի հետևանքով բնակչությունը սկսի ստանալ իր օգուտները, ապա մենք կարող ենք ասել, որ այն շտեղ ունեցավ Վենեսուելայում ի շահ վենեսուելացիների էր։ Բայց դա թույլատնում է իհարկե Ռուսաստանի դիրքերը, որովհետև դրանից մեկ ամիս առաջ խոսքեր է գնում, որ Ռուսաստանը կպաշտպանի, այն թվում նաև Չինաստանը կպաշտպանի Վենեսուելային, բայց մենք տեսանք թե Սիրիայում Ասադի ռեժիմի անկումը, թե Վենեսուելայում Մադուրոյի ռեժիմի անկումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը, ինչպես Թրամփն էր նկարագրել, թղթե վագր է, պարզապես ձեռքին ունի միջուկային զենք, այդ իսկ պատճառով փորձում են այլ մոտեցմամբ զսպել ագրեսորի ախորժակը, հա։ Մյուս կողմից իհարկե դա նորից խնդիրներ առաջացնում, երբ մեկ այլ երկիր կարող է ռազմական դեսանտ իջեցնել եւ իր երկրի ներքի օրենքներին համապատասխան, ինչպես իրենք են նկարագրել, քանի որ կար Միացյալ Նահանգների դատարանի կողմից Մադուրոյի նկատմամբ քաղաքական հետապնդում եւ ոստիկանությունը գնաց եւ իրագործեց Մադուրոյին դատարան բերելու կարգադրությունը, ում օժանդակում էին նաև արդեն հատուկ ջոկատայինները Միացյալ Նահանգների, այստեղ իհարկե խնդիր կա, որովհետև միջազգային իրավունքի տեսակետից դա չի դիտարկվում նորմալ, դա խնդրահարույց է իհարկե, որովհետև մենք տեսնում ենք հիմա Դմիտրի Մեդվեդևն օրեցօր խոսում է, թե բա մենք էլ նույն բան կարող ենք անել, մենք էլ ենք նույն բանը փորձում անել, ուղղակի տարբերություն Ուկրաինայի եւ Վենեսուելայի միջև, Ուկրաինան ժողովրդավարական պետություն էր, միջազգայինորեն ճանաչված նախագահ ունի եւ նա պատերազմում է ագրեսիայի դեմ պաշտպանելու իր անկախությունն ու ժողովրդավարությունը։ Վենեսուելայի պարագայում կա միջազգայինորեն ճանաչված տարածք, ոչ ոք չի փորձում Վենեսուելայից որևէ տարածք անջատել, սա էլ է տարբերություն, Միացյալ Նահանգները չի ասել, որ դիցուկ Կարակասը կամ ինչ-որ մեկ այլ տարածք պետք է լինի անջատ Վենեսուելայից, այլ պարզապես իշխանափոխություն է լինում, ընդ որում փոխնախագահը, որ հենց Մադուրոյի իշխանության տարիների նշանակված փոխնախագահն է, շարունակում այսօր գործել որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Թե ինչ զարգացումներ կհետևեն, պետք է սպասենք։ Ես միայն կցանկանամ, որպեսզի այն պայմանները, որոնք այսօրվա ամերիկյան վարչակազմը առաջ է քաշում, այն է, որ Վենեսուելան դադարի նավթ վաճառել իր հակառակորդներին, իսկ Միացյալ Նահանգների հակառակորդները բացառությամբ մեկ երկրի դա նաև մեր հակառակորդներն են, խոսքը գնում է Իրանի մասին, եւ մյուս կողմից նաև նա պահանջում է, որ լինեն նոր ընտրություններ այդ ամենից հետո, եւ ես ուզում եմ, որ Վենեսուելայում լինի նոր ընտրություն, նոր ժողովրդավարական ընտրություններ, որը նաև կշարունակվի կտարածվի Կուբայի վրա, կտարածվի Կոլումբիայի վրա, շատ լավ կլինի, եթե Լատինական Ամերիկայում ժողովրդավարական մի արաբական գարուն բացվի այնտեղ, դա միայն կթույլատնի Ռուսաստանի դիրքերը եւ դա կուժեղացնի Ուկրաինայի դիրքերը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով
Ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ շատ կարևոր է, որ բխի տվյալ երկրի ազգային շահերից, որովհետև միջազգային դերակատարները սպասարկելու են միևնույն է բոլոր պարագաներում իրենց շահերը եւ դա չի նշանակում, որ պետք է տվյալ երկրի շահը ստորադասվի կամ գոնե այդ երկրի ղեկավարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի։ Տվյալ երկրի շահը ես գիտակցում եմ որպես ժողովրդի շահը, որը մենք պետք է հասկանանք, թե վերջո Վենեսուելայի քաղաքացիներն ինչ են ուզում։ Եվ այն ցույցերից, այն բազմազգ ցույցերից, որոնց մենք ականատես ենք եղել, խոսում են այն մասին, որ Չավեսի եւ Մադուրոյի իշխանությունները իրենց սրտի իշխանությունները չեն։ Իրենք անցյալի իշխանություններ էին։ Հիմա գանք Ուկրաինային, պարոն Բլեյան, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Մտադրությունն ինքնին դրական է, բայց արդյոք հրադադարի հաստատման այդ հնարավորությունը ռեալ է կամ մեծ է։ Շատ լավ է, որ իրենք համաձայնվել են, շատ լավ է, որ միջազգային հանրությունը կարողանում է կոնսոլիդացվել, շատ լավ է, որ Միացյալ Նահանգները նույնպես ներկա են եւ շատ ուշադիր աշխատում են եվրոպացիների հետ, բայց ես էլի թերահավատ եմ, որ դա ամենը իրականություն կդառնա, որովհետեւ դրա համար պետք է լինի Ռուսաստանի ցանկությունը կանգնեցնել պատերազմը։ Այսինքն այդ հռչակագիրը կգործի այն ժամանակ, երբ տեղի ունենա հրադադար կամ խաղաղության համաձայնագիր։ Սա իմ սիմվոլիկ նշանակություն է, որ մենք պատրաստ ենք Ուկրաինային օգնելու դրանից հետո, բայց ես ցերո եմ հավատալ, որ օրինակ Ռուսաստանը համաձայն է այդ հռչակագիրը իրագործվի, որովհետև ըստ այդ հռչակագրի, այդ շփման գծից հետո, նույնիսկ եթե որոշ ուժեր հեռանան Դոնեցկից, եթե նույնիսկ իրան գնան այդ բանի, բայց Ուկրաինան զարգանալու է այնտեղ այսինքն դելիմիտարիզացիան, որ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել, դա իջիկ է դառնալու, որովհետև հակառակը իրենք գործարաններ են հիմնելու ռազմարդյունաբերական տարատեսակ հնարավորություններ են զարգացնելու ամբողջ Ուկրաինայի տարածքում, դրանից խոսում էր թե Գերմանիան, թե Միացյալ Թագավորությունը, թե Ֆրանսիան եւ այլ երկրներ, թարապես տնտեսական հնարավորությունների մասին են խոսում Միացյալ Նահանգները, իրենք քննարկում են արդեն ինչպես անել, որպեսզի ուկրաինացիները ավելի լավ ապրեն իրենց երկրում, որպեսզի իրենք չգնան եւ չարտագաղթեն այլ երկրներ, այսինքն խոսում են Ուկրաինայի զարգացման մասին, իսկ Ուկրաինայի զարգացում նշանակում է Ռուսաստանի նախանշած այդ ծրագրերը իջիկ են դառնում։ Եվ ընդհանրապես այս պահին դա կնշանակի, որ 2014 թվականից սկսած այս ծրագիրը չի հասնում իր
տրամաբանական ավարտի ըստ Վլադիմիր Պուտինի եւ ըստ Պուտինի համար այս պատերազմը լինել չլինելու հարց է արդեն։ Դրա համար իրենք մտել են մի փակուղային իրավիճակ, որ ոչ նա ռեսուրս ունի շարունակելու պատերազմը, ոչ նա ռեսուրս ունի կանգնեցնելու պատերազմը։ Եվ սա պետք է բարձրապես ըստ ինձ գնա այնքան միջև որ Ռուսաստանի ներսում հասկանան, որ սա հնարավոր չէ այլևս շարունակել եւ հենց ռուսական էլիտան ինքը պետք է զբաղվի արդեն իրենց նախագահի փոփոխությամբ։ Հուսանք կհասնեն։ Որովհետեւ դժվար է իրապես մարտի դաշտում, հա, միայն Ուկրաինայով գնալ եւ հաղթել Ռուսաստանի ներսում։ Բայց տեսնենք ինչ կլինի։ Հույս ունենանք։ Պարոն Բլեյան, Ալիևն է հարցազրույց տվել տեղական հեռուստաընկերություններին, լրատվամիջոցներին, նշել, որ Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից, նաև ասում է, որ տնտեսական, առևտրային տեսանկյունից պարտվողներ չկան։ Եթե քաղաքական առումով ինչ որ կողմ իրեն պարտված կհամարի, դա միայն իր խնդիրն է։ Հիմա սա բուրըն քննարկումների առիթ է դարձել։ Դուք ինչպես եք գնահատում Ալիևի այս հայտարարությունը։ Մենք պետք է ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, ինչ է տեղի ունենում մեր հարևան երկրում Իրանում, ինչ է տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ օրինակ Միացյալ Նահանգների նախագահին ոչ ասաց Նիկոլաս Մադուրոն, հա։ Այդ ամենը ուսումնասիրելով մենք պետք է հասկանանք, թե որքան մենք շահավետ ենք դուրս եկել օգոստոսի 8-ի համաձայնագիրը ստորագրելով Միացյալ Նահանգների նախագահի հետ եւ Միացյալ Նահանգային բերելով այս տարածաշրջան եւ Միացյալ Նահանգների նախագահին դարձնելով դերակատար հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման կարգավորման շուրջ, որտեղ նույն Իլհամ Ալիևը այդ նույն հարցազրույցում կամ այդ հանդիպման ժամանակ նաև փառաբանում էր նախագահին, Թրամփին, իր վարչակազմին, այնինչ Մադուրոն իր վաղի մի ընկերն էր, իրենք իրար հետ ժամանակ ունեին անցկացրած, Վենեսուելայի նախկին արդեն նախագահը երկու անգամ Բաքվում է եղել իր կնոջ հետ, հա։ Բայց Իլհամ Ալիևը, գիտեք, որպես շատ հեռատես քաղաքական գործիչ, մենք դա պետք է ընդունենք, կարծում եմ այստեղ որևէ բան չկա, նա կարողանում է հասկանալ, որ քաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխված է։ Եվ ես ուրախ եմ, որ նա իր մեջ գտավ այդ հեռատեսությունը, որպեսզի չդառնա պրոքսի Ռուսաստանի Դաշնության ձեռքում, իսկ նա այդպես էր։ Մի քանի անգամ այստեղ այդ հարցազրույցներ ենք ձեր մոտ ունեցել եւ միշտ շեշտել ենք այն հանգամանքը առաջ անցած տարի ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, որ Ադրբեջանը բուդգործիկ է Ռուսաստանի ձեռքում, հա, Հայաստանի դեմ։ Բայց նա գտավ փաստորեն այդ խոհեմությունը, չդարձավ պրոքսին, իհարկե նա կարող էր փորձել ավելին կորզել Հայաստանից, նույն Միացյալ Նահանգների նախագահի օգնությամբ, բայց մենք ունենք այն ինչ ունենք, մենք ունենք խաղաղություն, հաստատված խաղաղություն, իհարկե մենք չենք կարող ասել, որ 99%-ով ամեն ինչ լավ է, ամեն ինչ անցել է եւ երկարատև է, բայց այս բայդրությամբ տնտեսական համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ, այն երաշխիքներից է լինելու, որ հետագայում Ադրբեջանը դիցուկ մի օր չի ցանկանա որևէ ռազմական ագրեսիայի գնալ Հայաստանի դեմ։ Մենք այս տեսանկյունից պետք է նայենք, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը կարող է լրիվ այլ հունով ընթանալ։ Կարող է ընթանալ մի իրավիճակով, երբ օրինակ Ադրբեջանը կուզենար ռազմական ուժով վերցնել Զանգեզուրյան միջանցքն իրենց ասած։ Եվ մենք չգիտենք, թե ինչ ընթացք կստանար։ Մենք չգիտենք, թե օրինակ նույն Դոնալդ Թրամփը կարող էր ասել ինձ չի տակրում ոչ միջինասիական պետությունները, ոչ միջին միջանցքը, ոչ Հայաստան, Ադրբեջանը, ինչ ուզում եք արեք, Ադրբեջանը մեր եղբայրն է, Իսրայելը եղբայրն է, Իրանի դեմ է, խնդրեմ գնացեք, ինչ ուզում եք արեք։ Բան էլ ասեցի Արցախայի հետ կապված նախընտրական թեմա էր, մի բան ասեցի, անցավ գնաց, բայց մենք չունեցանք այս սցենարը, չէ՞, բայց 20 թվականին մեկ ինչ էր եղել, 20 թվականին։ Նույն Դոնալդ Թրամփն ինչ էր ասում։ Հայերը կռվող են, ապրեք դուք, լավ է, բայց դրանից այնքան բան չեղավ։ Եվ մենք անհանգստանում ենք, որ Դոնալդ Թրամփի վերադարձով եւ Ջո Բայդենի կամ Քամալա Հարիսի գնալով Ադրբեջանը կարող է նորից գնալ այդ ռազմական ագրեսիայի։ Մանավանդ որ կա Ռուսաստանի կողմից
աջակցություն այդ գաղափարին եւ հակառակը հորդորանք կար Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ ի վերջո Ռուսաստանը համաձայնվել էր Ղարաբաղից գնալ այն գնով, որ նա կվերադառնա այստեղ արդեն իր սահմանապահներով եւ կղեկավարի թե Ադրբեջանը, թե Հայաստանը իր ներկայությամբ, իր ֆիզիկական ներկայությամբ, բայց հիմա մենք ունենք այն ինչ ունենք։ Իհարկե, դա չի նշանակում, որ արդեն Ադրբեջանը լավն է, Իլհամ Ալիևը պետք է սիրենք եւ այլն, բայց պետք է զգացմունքները դնենք մենք կողմ եւ մտածենք ինչպես անենք, որպեսզի Իլհամ Ալիևն էլ մշտնջենական չէ, ի վերջո մի օր այդտեղ փոփոխություն կլինի, թեկուզ եթե ոչ էլիտայի, բայց գոնե դեմքերի փոփոխություն կլինի, մեր մոտ դեմքերի փոփոխություն կլինեն, ինչ նոր զարգացումներ կլինեն եւ այո, ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը այն երաշխիքներից է նաեւ, որ հետագայում չեն լինի որևէ ռազմական գործողություններ, որ հետագայում մենք մի օր կկարողանանք վերադառնալ Արցախ եւ ոչ միայն, որ ի վերջո մեր հայրենակիցներին կվերադարձնեն մեզ, հա, գերեվարված, թե զինվորական, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները փոքր քայլերով պետք է գնանք առաջ։ Էլի կարող ենք չսիրել, էլի կարող ենք չապավինել, էլի կարող է կասկածենք եւ այլն, իսկ խոսել օրինակ ադրբեջանական բենզինից եւ այլն, դե կներեք էլի, ոտ 30 տարի ռուսական բենզին էինք գնում, հետո նորմալ էր դա։ Ես էլ եմ գնել այդ բենզինը հետո, եւ այդ բենզինով ուկրաինացիներ են սպանում, չէ՞։ Մեզ էին սպանում նաեւ, զենք էին վաճառում Ադրբեջանի, որ մեզ սպանեն։ Այդքան որ խորանանք, այնքան հարցեր կան։ Այո, ի վերջո թուրքական շորեր էինք բերում, լոլիկներ էինք բերում եւ այլն եւ այլն։ Պարոն Բլեյան, ամփոփենք մեր հարցազրույցը մեր խնդիրներով, հարցս այսպես ձևակերպեմ, ասել, որ Փաշինյանը երեկվա ուխտերթով հարամեց Սուրբ Ծննդյան այդ արարողությունը։ Դե կարծում եմ շատ երկար է տևում այս ամենը, երբ տեսնում ես, որ մոտ ժամ ու կեսում նախագահ են փոխում Վենեսուելայում, բայց այստեղ արդեն մոտ կան երկար չեն կարողանում մեկ կաթողիկոս փոխել, հարցեր են առաջանում, բայց իհարկե ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ փոփոխությունները պետք է ներսից գան։ Ես կարծում եմ, որ եկեղեցին ինքը, եկեղեցու հոգևորականները, arczepiskoposներն ու եպիսկոպոսները եւ այլ քահանաները, իրենք բոլորը պետք է համոզեն Գարգին Բ կաթողիկոսին, որպեսզի նա հեռանա։ Եվ դա նա կանի հանուն Հայաստանի առաքելական եկեղեցու։ Ես հասկանում եմ, որ իրեն չի թույլատրվում, որ նա հեռանա, եւ չի թույլատրվում Ռուսաստանի կողմից։ Եվ դա արդեն թաքցնել էլ անիմաստ է։ Բայց ես կարծում եմ, որ նույն իշխանությունն էլ պետք է հասկանա, որ հնարավորինս չներառվի այդ ամենին, այլ հակառակը թողնի այդ arczepiskoposները, որոնք իհարկե կան մեջը օդիոս դեմքեր, բայց պետք է խոստովանենք, որ գոնե իրենք գտել են այդ ուժը իրենց մեջ եւ հասկացել են, որ այդպես գնալ հնարավոր չէ, շարունակել հնարավոր չէ եւ փորձում են փոփոխություններ բերել եկեղեցում, որոնց արդյունքում իրենք էլ չպետք է լինեն։ Այսինքն այնպես չէ, որ իրենք պետք է գան փոփոխություններն անեն եւ շարունակեն իշխել։ Ես կարծում եմ, որ այն arczepiskoposները չեմ խոսում բոլորի մասին, գիտեք, մի քանի օքի հայտի չեմ ուզում անուններ տալ, անիմաստ է, բայց այդ փոփոխության եւ բարեփոխման արդյունքում իրենք էլ պետք է գնան, որովհետեւ իրենք պետք է տեղ տան նորմալ հոգեվոր կյանքի եկեղեցիում, որպեսզի փոփոխությունը իրական լինի։ Այո, եւ այդ եկեղեցին չպետք է լինի իշխանամետ, այդ եկեղեցին պետք է լինի պետականամետ, հանուն պետության պետք է լինի, բայց չպետք է հարվածի պետության թիկունքին ամենաթույլ պահերի, ինչպես մենք դա տեսանք 2021 թվականներին։ Եվ պետք է վերկուսակցական լինի։ Ոչ թե լինի օրինակ Ռոբերտին սիրում եմ, Սերժին սիրում եմ, Լևոնին չեմ սիրում կամ Նիկոլին չեմ սիրում կամ հակառակը արդեն բոլորը պետք է լինեն իրենց համար հավասար։ Բոլորը իրենց զավակներն են, իրենց եղբայրներն են, բոլորը մեղավոր են, բոլորի համար իրենք պետք է աղոթեն, բոլորին մեղքերի քավություն տան այսպեսի մենք խոսքեր պետք է լսենք, ոչ թե ներ անվանեն ինչ-որ մեկին, ոչ թե ինչ-որ մեկին ասեն դու քպական ես, չես կարող մտնել եկեղեցի, այսինքն կուսակցական մոտեցում չպետք է լինի որևէ եկեղեցականի մոտ, այլ հակառակը։ Շնորհակալ եմ։ Միշտ սիրով։
Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքորթի անդամ Արնոլդ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։